Բլոգեր և դերասանուհի Էլիզ Մելիքյանը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել սոցիալական հարթակներում, որտեղ էլ 3 հարց ու պատասխան էր կազմակերպել, պատասխանելով հետևորդների մի քանի հետաքրքրող հարցերի։ Նրան հարցրել էին, թե ինչ սխալ է գործել, որից ամենաշատ բանն է սովորել։ Էլիզան գրել էր. «Մարդկանց շատ արագ մոտ թողնելն ու վստահելը։ Ես տեսակով շատ շփվող մարդ եմ ու քանի որ ինքս երբեք հետին միտք չեմ ունենում մարդկանց հետ շփվելիս, երկար ժամանակ կարծում էի, որ մյուսներն էլ նույն կերպ են մտածում։ Ժամանակի ընթացքում հասկացա, որ ցավոք միշտ չէ, որ այդպես է»։ Էլիզային գրել էին, որ ուզում են ցանկանալ Ստելայի հետ լուսանկար։ Բացի դրանից, Էլիզան նաև հրապարակել էր Արամ Մելիքյանի հետ նոր լուսանկար։ Բլոգերին տրված հաջորդ հարցը հետևյալն էր. «Ի՞նչն եք գնահատում մարդու մեջ և ինչը երբեք չեք ների»։ Անկեղծությունը, բարությունը, հարգանքը և այն, որ մարդու խոսքն ու արարքը համընկն են։ Անկեղծ ասած, ես ներող մարդ եմ։ Կարծում եմ կարելի է ներել գրեթե ամեն ինչ, որովհետև այդպես առաջին հերթին ինքդ ես խաղաղվում։ Բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ մոռանում եմ կամ նույն վստահությամբ շարունակում եմ շփվել։ Յուրաքանչյուր իրավիճակի հետ նաև դաս է բերում», գրել էր Էլիզ Մելիքյանը։ Հետևորդներից մեկն էլ գրել էր, որ ընտանեկան կադրեր կուզի տեսնել։ Հետևորդներից մեկն էլ նշել էր, որ շատ կուզենար տեսնել ընտանեկան կադրեր։ Էլիզը հրապարակել էր արխիվային կադրեր, որտեղ ընտանիքն ամբողջական կազմով է, ջերմ ու հոգատար միմյանց նկատմամբ։ Անդրադառնալով աստղային մեկ այլ նորության, նշենք, որ երգիչ և դերասան Գևորգ Մկրտչյանի կինը Քրիստինա Հովհաննիսյանը իր ինստագրամյան էջում պատմել էր այն մասին, որ իր մայրիկի ծննդյան տարեդարձն է։ Նախ Քրիստինան շնորհավորել էր մայրիկին ջերմ հոլովակով, ապա նաև պատմել, թե ինչպես է պատրաստվում ծննդյան խնջույքին։ Ավելի ուշ Քրիստինա Հովհաննիսյանը նաև մայրիկի և ամուսնու հետ ջերմ կադրեր էր հրապարակել։ Խնջույքից կադրերը համացանցը ողողել էին։ Star News-ը առանձնացրել է այդ տեսանյութերից մի քանիսը, ինչպես Քրիստինայի պատրաստման ընթացքն, այնպես էլ արդեն խնջույքից։ Առաջարկում ենք դիտել կադրերը առանց մեկնաբանության։ Այսօր մամայիս ծնունդն է և եկեք պատրաստվենք միասին։ Այսօր որոշել եմ համադրեմ հասարակը և տոնականը, ուրեմն մենք կհագնենք այս շորտը և կհամադրենք այս հետաքրքիր վերևի հետ։ Սա ես կրել եմ մեկ անգամ հարսանիքին ու ոչ մի անգամ էլ չեմ կրել։ Առայժմ ունենք այս տեսքը։ Ես մտածում էի, որ նաև կարող է գեղեցիկ լինի տաբաթի հետ սպիտակ, բայց կարող է սպիտակ տաբաթի հետ էլ մի հատ փորձեմ նայենք, տեսնենք ինչ ձև կստացվի։ Միլիցու և լավ լինի։ Տեսեք, սա է տաբաթով, բայց կարծում եմ, որ սենց ավելի և ավելի գեղեցիկ է նայվում, քան շորտով։ Սա էլ կթողնենք։ Ավելացնենք մեր մատանիները։ Ու այստեղ մտածում եմ արժի գոտի ավելացնել, թե ոչ։ Տեսեք, մենք ունենք այսպիսի տարբերակ, որպեսզի մեր օղերի հետ գեղեցիկ նայվի։ Կարող ենք թողնել, կարող ենք ոչ, բայց կարծում եմ, որ առայժմ կարող ենք թողնել, հետո որ հասկանամ շատ է ինձ համար, կհանեմ արդեն։ Եվ կվերցնենք այսպիսի պայուսակ։ Չենք մոռանում օծանելիքի մասին։ Վերջ, այսօրվա իմ լուքը այսպիսին է, իսկ դուք մեկնաբանություններում գրեք հավանեցիք, թե ոչ։